տան պայմաններում դեղձից պատրաստում ենք տնական պաղպաղակ։ Վախում եմ ասել խանութինի մասին կմոռանաք, որտեվ ես վերջերս կռեկեր պատրաստեցի նման արտահայտությունից թույլ տվեցի, ասին տո լավ է, լավա չես ասում, այդանք ցորեն առնենք ալյուր սարքենք։ Ինչևից է տնական պաղպաղակ, գնացին պատրաստենք, որ գնաք խանութ կընտրեք ամենահասածները, 400 գրամ մաքրած դեղձ, 400 գրամ խտացրած կաթ ենք լցնում ու լավ բլենդերով խփում ենք, պյուրեա նման զանգված դառնա։ 500 գրամ լավ յուղոտ սերուցք ենք վերցնում ու սկսում ենք հարել։ Կարևորը շատ չհարեք, որ սերուցքը չկտրվի, հերիք ա, որ նմանվի թթվասերանման զանգվածի։ Մեջը լցնում ենք մեր խտացրած կաթն ու դեղձը, վերցնում եք ձեր սիրած շոկոլադը ու կտրտում եք, որպեսզի խառնենք մեր պաղպաղակին։ Լցնում ենք տարայի մեջ ու ուղարկում ենք 2 ժամով սառցարան։ Այն մեծից չունեմ, այս փոքրով եմ անում։ Չգիտեմ կամերան փոխանցում է դեղձի գույնը, բայց մի հատ հիասքանչ գույն ունի։ Ի դեպ իմ մոտ 2 ժամ չտևեց, 24 ժամ մնաց սառցարանում։ Եթե հետաքրքրում է, առանց շաքարի սիրոպ է, իրոք շատ հետաքրքիր ու լավ համ ունի։ Հրաշքա։ Հիասքանչ տարբերակ է նուրբ համով։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ով որ գրում է մեկնաբանություն, լայք, բաժանորդագրվում է, դա թույլ է տալիս իմ այս փոքր ալիքը զարգանա։ Շնորհակալություն բոլորիցդ։